Ասֆալտապատում, մանկապարտեզի կառուցում, խմելու, ոռոգման ջրագծերի վերանորոգում, քաղաքային այգու բարեկարգում։ Կառավարությունը կհամաֆինանսավորի համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն 18 ծրագիր 2 միլիարդ 124 միլիոն դրամի չափով։ Հունիսի 26-ի կառավարության նիստում այս մասին զեկուցեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը։ Մեկական ծրագիր Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի եւ Տավուշի մարզերում, Արմավիրի մարզում եւ Գեղարքունիքում 3-ական ծրագիր եւ Լոռու մարզում 6 ծրագիր։ Պարոն վարչապետ, պիտի ասեմ, որ սույն որոշման հաստատմամբ մենք արդեն 2025 թվականի պետական բյուջեից կունենանք պետական բյուջեի մասով միայն 7.6 միլիարդ դրամի պետական մասի համաֆինանսավորում այս տարվա համար։ Դպրոցների ֆինանսավորման կարգը նախկինում բաղկացած էր երկու մասից։ Գործակիցները եւ նորմատիվները հաստատվում էին նախարարի հրամանով։ Կառավարության որոշմամբ հաստատվում էր ֆինանսավորման մեթոդաբանությունը։ Ներկայացված փաստաթղթով առաջարկվում է դրանք հաստատել կառավարության մեկ որոշմամբ, հաշվի առնելով, որ դրանք փոխկապակցված են եւ ավելի տրամաբանական կգործեն։ Որոշման նախագիծը ներկայացրեց Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ուսումնական հաստատությունների խնայողությունների եւ տնտեսումների մի մասը կկարողանանք ուղղել դպրոցում առկա այլ խնդիրների լուծմանը, իհարկե նույնպես կառավարության համապատասխան որոշումներով, ասեմ, որ սա շատ կարևոր ճկունություն է դպրոցներում առաջացող ընթացիկ խնդիրները կարգավորելու համար։ Նախորդ տարի 500 դպրոցում 800 միլիոն դրամի կապիտալ աշխատանք է արվել այս անհրաժեշտ ուղղություններով։ Նախատեսում ենք նաև նախագծով ներդնել էլեկտրոնային ուսուցում իրականացնող մենթոր դպրոցների ուսուցիչների աշխատանքների համակարգողի լրավճարը։ Պետք է հիշեցնեմ, որ մենք այն մեր գյուղական դպրոցներում, որտեղ ուսուցչի թափուր տեղ կա եւ չի լրացվում, էլեկտրոնային դասավանդում ենք անում։ Այս պահին 96 գյուղական դպրոցների 5250 երեխաներ այս միջոցով շատ կարևոր առարկաների դասավանդում են ստանում 190 ուսուցիչների կողմից։ Զբոսաշրջության ոլորտում մայիսին շատ տեսանելի եւ էական աճ ունենք։ Գորիսում հյուրանոց գտնելը բավականին խնդրահարույց է այն դեպքում, երբ այս քաղաքը հյուրանոցային տնտեսությամբ Հայաստանում բավականին առաջատար դիրքեր ունի Երևանից ու Գյումրիից հետո, ընդգծեց վարչապետը։ Եթե ոչ երրորդը, գոնե 4-5-րդ հյուրանոցային տնտեսությունը ունի, ինչը շատ լավ է, բայց ես ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել նաև, որ սա նաև արդյունք է նրա, որ մենք Գորիսում զբոսաշրջային ենթակառուցվածքների ծրագրով շատ մեծ ներդրում արեցինք եւ ես վերջին իմ այցը Գորիս ցույց տվեց, որ քաղաքի կենտրոնը առնվազն ըստ էության հասել այն տեսքի, որ շատ մեծ տպավորություն կարող է թողել զբոսաշրջիկների վրա։ Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև տնտեսական լավ ցուցանիշների մասին, արձանագրելով աշխատատեղերի բացարձակ ռեկորդը։ Հայաստանում աշխատավարձով ապահովված 790.320 աշխատատեղ է գրանցվել, որը 2018 թվականի մայիսի նկատմամբ ավել է 242.331-ով կամ 44%-ով, այսինքն 2018 թվականի մայիսի համեմատ 242.000 աշխատատեղ է ստեղծվել Հայաստանի Հանրապետությունում։ Աշխատավարձային ֆոնդը աճել է 2018 թվականի մայիսի համեմատ 146 միլիարդ դրամով կամ 151%-ով։ Այսինքն աշխատավարձի ֆոնդը 2.5 անգամ աճել է։ Կրկնապատկվել է նաև եկամտային հարկի ցուցանիշը 2018 թվականի մայիսի համեմատ։ Չնայած նրան, որ այն նվազել էր սահմանելով համահարթ եկամտահարկի դրույքաչափ, բայց արդյունքում հարկային եկամուտներն ավելի քան կրկնապատկվել են, իսկ միջին աշխատավարձն աճել է 74%-ով, արձանագրեց գործադիրը։